Հարկերի բարձրացման կողմնակի ազդեցությունները, որոնց մասին մասնագետները դեռևս նախորդ տարվանից խոսում են ու զգուշացնում, արդեն դարձել է իրականություն։ Փոփոխությունն առաջին հարվածը հասցրել է փոքր ու միջին բիզնեսին։ Դիցոք քաղաքացին, որը կարողանում էր իր ստեղծած փոքրիկ բիզնեսով աշխատել, օրվա հացի փող վաստակել, որպես քաղաքացի կատարել իր պարտավորությունները պետության առջև, հիմա կանգնած է խնդրի առջև։ Շրջանառության հարկի բարձրացումը լուրջ հարված է հասցրել տնտեսվարողի գրպանին։ Իսկ ինչ ընտրություն ունի այդ քաղաքացին։ Շարունակել ու կքալ հարկերի տակ կամ սկզբում փակել բիզնեսի դռները, ապա տան դուռն ու մեջքի հետևում թողնել հայրենիքը, գնալով սեփական ապրուստը վաստակելու հետևից։ Թեմային անդրադարձել է Սեդա Մակարյանը։ Ամսական 200,000 դրամ է վաստակում գնունի շուկայում արդեն 30 տարի նույն բիզնեսով զբաղվող Ռոբերտ Դավթյանը։ Ժամանակին գործերը լավ էին ընթանում, վերջին տարիներին սակայն իրավիճակը կտրուկ է փոխվել։ Օնլայն շուկաների հայտնվելուց հետո իր վաճառած ապրանքի պահանջարկը կտրուկ նվազել է։ Բայց խնդիրը միայն պահանջարկը չէ։ Մանր եւ միջին բիզնեսների համար շրջարկն է թանկացել կրկնակի։ Հարկային նոր քաղաքականության հետևանքով 2025 թվականի 10 ամիսներին 30,000-ից ավելի մանր ու միջին բիզնես է փակվել։ 5%-ը սարքեցին 10%։ Հիմա դա բացասական է անդրադարձ, այդ որ փակվել են այդ 30,000 բիզնեսները։ Հիմնականում դրա պատճառով, որտեղ չեն կարող։ Եթե ես դուրս եմ եկել, որ աշխատեմ, տունը փող տանեմ գոնե, եթե տունը փող չպետք է տանեմ, հարկերը բնականաբար պետք է մուծենք, չմուծեցինք հարկադիր անգնվի տոկոսներ, մուծում ես նայում ես բան չկա, գումարած դրան, որ առևտուր չկա ընդհանրապես,